Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները հասնում են այն կետին, երբ մեկ սխալ քայլը կարող է փոխել մարդու ամբողջ կյանքը։ Նորոն հայտնվելով պարտքերի, հիվանդության ու անլուծելի խնդիրների ճնշման տակ, վերջապես համաձայնվում է այն աշխատանքին, որն իրեն առաջարկել էր ընկերներից մեկը։ Թեև նա լավ հասկանում էր, որ գործարքը մաքուր չէ, բայց այլ ելք չէր տեսնում։ Ալինայի բուժումը սպասել չէր կարող, նա գումարը տալիս է Էլիզին ու նրան արգելում արշակետ որևէ կապ ունենալու գումար խնդրել։ Նորոն ներգրավում է ավտոմեքենաների նորոգման գործում, որտեղ ամեն ինչ կատարվում է շտապ, լռության ու վախի պայմաններում։ Մեքենաների ծագումը կասկածելի է, մարդիկ լուռ։ Նորոն փորձում է կենտրոնանալ միայն աշխատանքի վրա, չխառնվել ավելին, չտալ հարցեր։ Նրա միակ նպատակը գումար աշխատելն է, բայց այս միջավայրում սխալը չի ներվում։ Երբ Նորոն միայնակ էր, բնականաբար հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են իմանալ նրա գործատուի տեղը, բայց Նորոն կորցնում է հավասարակշռությունը և ընկնում վեճի ժամանակ։ Ցավը կտրուկ է, նա չի շարժվում, մարդիկ կասկածում են, որ Նորոյին ինչ-որ բան է եղել, սակայն հեռուստադիտողների մի մասը հանգստացնում է, նշելով, որ Նորոն լինելով գլխավոր կերպար, դժվար թե ցանկանար հեռուստասերիալից հեռանալ, այսինքն կերպարը չի ավարտվելու։ Հավանաբար բժիշկները կկարողանան փրկել Նորոյի կյանքը, սակայն վնասվածքները լուրջ կլինեն։ Նա ողջ կմնա, բայց առողջական խնդիրները երկարաժամկետ կլինեն։ Բժիշկները զգուշացնելու են լիարժեք վերականգնումը կասկածի տակ է և ծանր ֆիզիկական աշխատանք հնարավոր է այլևս թույլ չտան։ Այս լուրը ծանր հարված է լինելու Նորոյի համար, նա հասկանում է, որ պարտքեր են մնալու, գումար աշխատելու հնարավորությունները սահմանափակվում են, Ալինայի բուժման ծախսերը շարունակվում են։ Նորոն առաջին անգամ գիտակցում է, որ ինքն այլևս չի կարող միայնակ լուծել այս ամենը։ Չնայած ստեղծված իրավիճակին, Էլիզը և տատը շարունակում են նույն դիրքորոշումը։ Նորոն բազմիցս փորձում է բացատրել նրանց, որ Արշակի օգնությունը կարող է լինել, բայց Էլիզը նրան համոզում է, որ Ալինայի փրկության համար հնարավոր է Արշակի օգնությունը պետք լինի, բայց Նորոն անդրդվելի է, գոնե մինչև այս պահը։ Հավանաբար Արշակն իմանալու է Նորոյի պատահարի մասին, նա առանց վարանելու կգա հիվանդանոց, նրա աչքերում վախ կա, բայց նաև վճռականություն։ Նա հասկանում է, որ այս պահը հաշվեհարդարի կամ հին վերքերի բացման ժամանակը չէ։ Նորոյի առողջական վիճակը, Ալինայի շարունակվող բուժումը, պարտքերի ճնշումը դարձնում են մի բան, որն ակնհայտ է, Արշակի օգնությունը դառնում է անխուսափելի։ Թեև Նորոն բազմիցս հայտարարել էր Էլիզին ու տատին, որ ոչ մի պարագայում չեն ընդունել Արշակի աջակցությունը, կյանքը նոր կանոններ է թելադրում։ Սերիալը մտնում է մի փուլ, որտեղ հպարտությունը բախվում է իրականությանը, Նորոն կանգնում է ընտրության առաջ՝ պահել խոսքը և վտանգել քրոջ կյանքը, թե ընդունել օգնությունը և փոխել իր պատկերացումներն անցյալի մասին։ Ուրիշի ընտանիքը սերիալը ցույց է տալիս, որ երբեմն ամենածանր փորձությունը ոչ թե ֆիզիկական ցավն է, այլ ներքին պայքարը ընդունել օգնությունն այն մարդուց, ում մեղադրել ես տարիներ շարունակ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաս նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել քո կարծիքը, ինչ ես կարծում, ինչ է պատահելու Նորոյի հետ և արդյոք Նորոն կարող է դուրս գալ այս իրավիճակից և օգնել քրոջը, թե միևնույն է նա ստիպված է լինելու ընդունել Արշակի օգնությունը, չէ՞ որ առանց Արշակի օգնության հնարավոր չէ դուրս գալ այս իրավիճակից։ Հեռուստադիտողների մի մասն էլ կարծում են, որ Էլիզն ու տատը պետք է անպայման դիմեն նրանց հորը, որպեսզի նա օգնություն ցույց տա, չէ՞ որ նրանք այսքան ժամանակ մեղադրել են միայն երեխաների մորը, բայց հայրն էլ ունի պարտականություններ, որոնք այս ընթացքում չի կատարել։ Գոնե մեկ անգամ նա պետք է աջակցի ու օգնություն ցույց տա իր հարազատ երեխաներին։ Տատն այսքան տարիներ ուղղակի թունավորել է երեխաների կյանքն, անընդհատ մեղադրելով նրանց մորը դավաճանության ու հեռանալու մեջ, մոռանալով, որ ամենամեծ մեղքի բաժինը հենց իր որդունն է, քանի որ որդին ընտանիքը թողել է միայնակ ու հեռացել
կազմել իր նոր ընտանիքն ու մոռացել այս երեխաների ու կնոջ գոյության մասին, և հետևաբար կինը ստիպված է եղել ընտրել նոր տղամարդ, որպեսզի իր երեխաներին կարողանա ապահովել։ Իհարկե, սա կնոջ համար էլ արդարացում չէ, բայց երկակի ստանդարտներ են գործում, եթե պետք է մեղադրեն կնոջը, ապա ինչու չպետք է մեղադրեն նաև այն տղամարդուն, ով լքել է իր ընտանիքը հանուն ուրիշ ընտանիքի, և այսքան տարիներ ոչ մի օգնություն, ոչ մի տեղեկություն այն հորից, որի պատճառով մեղադրում են մորը, ով հեռացել է ուրիշ տղամարդու հետ։ Իհարկե, երեխաները ոչ մի մեղք չունեն այս ամենում, հատկապես Արևը, ում մերժում են Նորոն ու Էլիզը։ Իհարկե, նրանք զգում են, որ Արևն իրենց քույրն է, բայց դեռ չեն կարողանում հաշտվել իրականության հետ։ Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը լինել տեղեկացված, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը և իհարկե թողեք ձեր կարծիքները։